Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ուղարկվել է 5 վագոն հացահատիկ, 350 տոննա։ Գնացքը Հայաստան կհասնի Վրաստանով։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 4 վագոն պարարտանյութ, 271 տոննա և 1 վագոն հնդկաձավար, 68 տոննա։ Իսկ դրանից առաջ նույն ճանապարհով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23,000 տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ։ Հայ ազգի Լևոն Սաքունցն ընտրվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ։ Իր նոր պաշտոնում նա կհսկի հանրային և բարձրագույն կրթությունը, ինչպես նաև սննդի քաղաքականությունը և գնողունակությունը։ Սաքունցը ծնվել է 1986 թվականին Երևանում և 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Նա Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Կապերը Վիենի հետ խորն են, նրա պապը ծնվել է այդ քաղաքում, նախքան 1947 թվականին Խորհրդային Հայաստան հայրենադարձվել է։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը դիմել է Եվրոպական միությանը կապված հայաստանյան գործընթացների հետ։ Նա ողջունել է ԵՄ արագ արձագանքման խմբի գործուղումը Հայաստան, սակայն ընդգծել է, որ առանցքային պայման է մնում իրավունքի գերակայության ապահովումը։ Ամստերդամը հստակ ձևակերպել է պահանջները, հավասարապես և թափանցիկ կերպով աջակցություն պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին։ Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար։ Այսօր հրապարակվելիք մեր նամակում մենք հստակ խնդրանք ենք ներկայացնում, թեև ողջունելի է Հայաստան ժամանող արագ արձագանքման հիբրիդային թիմի գործողությունը, սակայն նրանք պետք է հանդիպեն բոլոր կողմերի, այլ ոչ միայն կառավարության հետ։ Սա անհրաժեշտ է երաշխավորելու համար լիակատար պաշտպանվածություն այն արտաքին միջամտություններից, որոնք հասարակության մի մասը համարում է ռուսական, իսկ մյուս մասը ադրբեջանական։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 67 падգամավոր, բոլորն էլ քվեարկել են Վարդանյանի օգտին։ Վաղ ազգային ժողովի նիստում նա դատավորի պարտականությունները ստանձնելուց առաջ կերթվի։ Մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության падգամավոր և պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ավելի վաղ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր հենց Վարդանյանի թեկնածությունը։ Շարունակենք, ապրիլի 1-ից կմեկնարկեն ուղիղ չվերթեր Երևանի և Ամստերդամի միջև, հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան մամուլի ծառայությունը։ Չվերթերը կիրականացնի Fly One Armenian։ Ավիաընկերությունը վստահեցնում է, որ այն լրացուցիչ հնարավորություններ կբացի զբոսաշրջության և գործնական ճանապարհորդությունների համար։ Երթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Մեկնարկին նախապատրաստվելու համար Նիդերլանդների դեսպանը այցելել է Fly One Armenia գրասենյակ, որտեղ հանդիպել է ընկերության գործադիր տնօրենի հետ։ Դեսպանի խոսքով նոր չվերթը կնպաստի Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Եվ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, ըստ տեղեկությունների, ազգությամբ 6 հնդիկներ մուտք են գործել իրենց համաերկրացիների բնակարան, արթնացրել այդ հասցեում բնակվողներից մեկին, պահանջել գումար, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին, պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև նրանից հափշտակել են բջջային հեռախոս, իսկ ներքնակիտակից 190,000 դրամ, զուգահեռ ծեծի ենթարկելով նաև նույն հասցեում բնակվող մյուս քաղաքացիներին ու հափշտակելով նրանց ձեռքին առկա գումարը։ Քրեական ոստիկանները պարզել են հարձակում իրականացնողների ինքնությունը, դեպքի փաստով համապատասխան փաստաթղթեր են կազմվել։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։